Ընկերներ ջան, ողջույն։ Այսօր այնպես տատից մի հետաքրքիր դաս ենք ունենալու։ Ընդհանուր պատկերացում եք կազմելու ծրագրի մասին, որ պատուհանը ինչ է նշանակում, ձեզ ինֆորմացիա կտա, այն մասին, թե ինչպես հավաքել ուրեմն, տվյալներ մրցակիցների վերաբերյալ, ձեր նախընտրած ապրանքների վերաբերյալ եւ այլն։ Եկեք ավելավայ գնանք առաջ, ընտրենք մի նախընտրած կատեգորիա եւ ընդհանուր օրինակների վրա ցույց տամ։ Մտել ենք այնպես տատի գլխավոր էջ։ Այստեղից բացում ենք մենյու պատուհանը եւ մտնում ենք Wildberries ու սեղմում ենք Viber նիշի պատուհանի վրա։ Հիմա թող բացի։ Ենթադրենք ինչ որ մի նախընտրած կատեգորիա ունենք, օրինակ, որ ասեմ, ենթադրենք կենդանիների հետ կապված, ինչ որ նման ապրանք եք ենթադրենք ուզում բերեք եւ ընտրենք օրինակ, այդտեղ տեսնենք ինչ հետաքրքիր բան կա։ Ասենք թե կենդանիների խաղալիքներ, որը հիմա լայնորեն տարածված է։ Սեղմեցինք վրան, բացվեց այսպիսի մի պատուհան, ընդհանուր տեղեկություն։ Ուրեմն Այստեղից ընտրում ենք պերիոդը, դուք ուզում եք ինչ տվյալներով տեսնել, ենթադրենք մի ամսվանն եք ուզում տեսնել, թե օրինակ մի ամբողջ տարվա ինֆորմացիան եք ուզում 6 ամիս, 3 ամիս եւ այլն, կամ կարող եք դուք ինքներդ սահմանեք։ Կարող է այնպիսի ապրանք եք ուզում վաճառել, որը որ սեզոնային ապրանք է, ենթադրենք լողազգեստներ, օրինակի համար։ Դուք պետքա գնաք այն պերիոդը, որտեղ որ ժամանակ որ լողազգեստներն են վաճառվել, ենթադրենք մի 3 ամիս կտրվածքով այստեղից նշեք ու ինքը այսպես նշում եք ու 1 վայրկյան, ենթադրենք ու տալիս եք պրեմիից եւ նայում, ձեր ուզած պերիոդով նշում, ընտրում արդեն։ Մենք թողնում ենք այստեղ մի ամսվա եւ այստեղ նայում ենք ինչ է մեզ ցույց տալիս։ Տեսնում ենք թե այս կատեգորիայում ինչ ապրանքներ կան, տեսեք, ով ինչ է վաճառվում, ինչքան վերուչ կա։ Հիմա եթե սկզբից գանք, եթե օրինակ սեղմենք միանգամից այս թվերի վրա, այս կայու, ինքը բացում է անմիջապես հենց Wildberries-ում տվյալ ապրանքի քարտը, տեսեք, այստեղ եք կարող տեսնել, ինչ գնով է վաճառվում, մոտավորապես ինչ ապրանք է եւ այլն, բայց սենց ինքը մանրամասն արդեն ցույց է տալիս։ Այստեղ անվանումն է, վերջքան թե այս ապրանքը այս ամիս ինչքանի ուրեմն եկամուտ է բանը ունեցել, շրջանառություն է ունեցել։ Ուպուշն նաև վերջկա 0 ռուբլի, այսինքն ինքը միշտ պահեստում հասանելի է եղել եւ իրանից բաստորնված շահույթ չկա։ Հիմնականում գինը մեդիանայի ցնան է, որը որ 249 ռուբլի, տեսեք, սա համարյա թե ինքը չի տարբերում, դա է արտացոլում գինը։ Ուրեմն средний процент выкупа с учетом возврата, այսինքն ինչքան բարձր է, այնքան լավ, ենթադրենք 95% է, նշանակում է 10 վաճառված այս ապրանքից, ուրեմն 9.5-ը հառել են, այսինքն հետ վերադարձ շատ քիչ է լինում, օրինակ հագուստի կատեգորիայում այդպես չի։ Այստեղ արդեն այս վիկուպը, procent վիկուպն ավելի ցածր թիվ է կազմում, նույնիսկ 40% կարա կազմի, որ տեղում է ինքը, 7-րդ տեղում է, ինչ քանակություն, տեսեք, ինքը 3134 հատ պահեստում ունի, ով է ուրեմն վաճառողը, այսպես ինքը բացում է, բրենդը, ինչքան օդզիվ ունի, կարող եք այսինքն մրցակցել, կոնկրետ սենց կոնկուրենտի հետ թե ոչ, ռեյտինգը դե բնականաբար, եւ ստեղ հետաքրքիր արդեն ձեզ, տեսեք, միշտ ինքը պահեստում առկա է եղել, количество дней, когда товар был в наличии на конец дня, այսինքն միշտ ինքը պահեստում առկա եղել, օրինակ կարա լինի, ենթադրենք, եթե ստեղ լիներ 30-ի փոխարեն 10, նշանակում է այդ ապրանքը 10 օր ընդամենը պահեստում եղել, ու ստեղ գրաֆիկ պրոդաժը, տեսեք, ինքը համաչափ, ասենք, վաճառվում է, նայեք ինչքան է վաճառվում, սա նորմալ վաճառվող ապրանքի մասին է, ստեղից այս տալպցի հատվածում դուք կարաք օրինակի համար պտիչկան դնել հանելով, ենթադրենք ձեզ ստեղ էլի ինչ-որ բաներ, պատուհաններ ավելացնել, որ տեսնեք, կամ կարաք հանեք, օրինակի համար նկարը չեք ուզում երևա, ենթադրենք, տեսեք, այստեղ ֆոտոն սեղմում եք եւ այստեղ դուրս է գալ, ինքը մենակ էս կայուն է բերում, բայց օրինակ ֆոտոյով հեշտ է կողմնորոշվել, թե ինքը մոտավոր իրանից ինչ ապրանք է ներկայացնում, կարաք նազվանյան հանեք, որ ինքը
ենթադրենք ձեզ ոնց հարմար է, հա, չլինի չխանգարի։ Եթե ստեղ մեկ պոտենցիալի վրա ինքը ցույց է տալիս, թե ինչքանի շրջանառություն կունենար, քանի որ ընդ մեր մոտ упущенная выручка 0 է, նշանակում է պոտենցիալը հենց այսքան էլ պետք է լինի, համոզվելու համար կարող ենք ստուգել եւ կտեսնենք, որ հենց 4.256.000 լինելու է պոտենցիալը։ 1 վայրկյան, տեսեք, պոտենցիալը սա է։ Իսկ օրինակ, եթե ստեղ լիներ упущенная выручка, ենթադրենք 100.000 ռուբլի, հա, ենթադրենք 4.156.000, ստեղ պոտենցիալը կլիներ, եթե ինքը առկա լիներ, ինչ թիվ, հա, 4 միլիոն, այսինքն 100.000 ավել, այս թիվը ցույց կտար։ Այսպես դուք այս իմ ասում, հա, птичկաները հանել դնելով կարող եք արդեն ընդհանուր բան անեք, հա, պատկերացում կազմել, որը ինչ է, դատա обнаружение-ն է շատ հետաքրքիր էլի բան, որ մի անգամից հենց հակեր դուք կարող եք տեսնել, հա, ինքը երբ է, տեսեք, այս քարտը այնպես տատը տեսել է 21 թվին, հա, անցած տարի այս ամիս համարյա թե հոկտեմբերի 19-ին, այսինքն ինքը մոտ 2 տարվա քարտ է։ Տեսեք մյուս ապրանքը, հա, այս տարվա օգոստոսին է ինքը սարքվել, այսինքն այնպես տատե ժամանակա տեսել, նայեք, ու արդեն տվյալ վաճառողը ունի 1.983.000 ռուբլու շրջանառություն։ Եկեք տեսնենք ինքը ինչ ապրանք է եւ ըստ դրա նաեւ այստեղ մի հետաքրքիր բան ցույց տամ։ Հիմա թող բացի։ Մի քիչ դանդաղ է աշխատում, բայց կարծում եմ չի խանգարի մեզ։ Այսպես լինում է, ընկերներ ջան, ընդհանուր համակարգից է, լինում է, որ տվյալները թարմանում է, այսինքն տեխնիկական խնդիրներ իրանք միշտ զգուշացնում են, էլի, որ լինում է, ահա, բացեց, տեսեք, հիմա բացեց կոնկրետ այս ապրանքի մասին մեզ ինֆորմացիա, հա, հերթով ասեմ, որը ինչ է, հա, հիմնական, որ ձեզ պետքա գալու։ Այստեղ նշանակում է, տեսեք, ինքը այս մի ամսվա մեջ վաճառել է 7400 հատ, հա, 7419 հատ եւ 1.983.000 ռուբլու ապրանք։ Այդքանի ինքը վաճառել է։ Այսինքն մոտավոր օրը 250 հատ այս ապրանքից վաճառվում է։ Այստեղ բիկուպը տեսեք ինչքան բարձր, այսինքն վաճառածների հիմնական մասը գնում են, հա։ Եթե այստեղ սեղմում ենք история изменений, տեսեք, ինքը բացվում է, թե ինչ փոփոխություններ է առհասարակ արվել։ Սա եթե չեմ սխալվում, նոր բացված քարտ էր։ Տեսեք, սեղմում եք 19 ավգուստ է, ինքը նոր բացված այդ ժամանակ էր, չէ, եթե չեմ սխալվում։ Այն ժամանակ եղել է սենց, տեքստը կարաք հետո համեմատելու համար, տեսնեք ինչա փոխել իր մեջ։ Եթե այստեղ օրինակ լիներ կարմիրով ինչ որ բաներ նշված, հեսա տեսնենք այստեղ, ահա, տեսեք կարմիրովները ինքը ջնջել է տեքստից, ինչերն է ջնջել տեքստից եւ ինչերն է ավելացրել։ Այսինքն ձեզ քարտ պատրաստելու ժամանակ սա պետք կգա, հա, որ իմանա կոնկրետ ինչը պետք չի, ինչն է նպաստել վաճառքների, այսինքն տվյալ վաճառողը ավելացրել է, որ sense լավ ցուցանիշներ ունի։ Գնացինք առաջ, այստեղ տեսանք, հա, ինքը ինչ ապրանք է, պրիդմետը, բրենդը, այստեղ իր ՍՊԸ-ն է, տոկոսը, կոմիսիան, հա, պետք է այստեղից միանգամից երևում է, եթե դուք ասենք ուզում եք մի ընտրած ապրանք ունեք, որ չգիտեք կոմիսիան, կարաք սենց էլ նայեք միանգամից։ Երբ է հայտնաբերվել, հա, տեսեք, օգոստոսի 6-ին, ֆոտոները, հա, ինչ ֆոտո ունի, տեսեք, այստեղ էլ մեկ վայրկյան, որտեղ էր, եթե սեղմում էինք կար դաշտ, հա, история изменений էլի, սեղմելով իրա վրա տեսնում էինք, մեկ վայրկյան, թե ինչ փոփոխություններ է արվել ֆոտոյի վրա, բայց այստեղ չգիտեմ ինչու չի բերում, ընկերներ ջան, հեսա մեկ ուրիշ քարտի վրա ցույց կտամ, հա, օրինակ այստեղ նոր բացել էի, մեկ վայրկյան, եթե չեմ փակել, ուրեմն ահա, ոյ, հոպեցի, լավ, հեսա ցույց կտամ, այսօր մի քիչ ծրագիրը
լավ չի աշխատում, եկեք գնանք մեր քարտ, հետո ընդհանուր ցույց կտամ, միգուցե ինչ-որ բագ ա, որտեղ ստե պետքա լիներ история изменения։ Սխմում եք իրա վրա, եկեք մի հատ ուրիշ ապրանք բացեմ, տեսնեմ կլինի։ Սխմում եք իրա վրա, ինքը ցույց է տալիս վերջին նախկինում ինչն է եղել, սենց ոնց որ հերթով ցույց տա նախկինում ինչ է եղել ու հիմա ինչն է դրված, հա։ Հեսա տեսնեմ բացեց, ահա, մեկ վայրկյան, տեսնենք այստեղ կա։ Չէ, ինչ որ մի քիչ առաջ կար ամեն դեպս։ Լավ, ամեն դեպքում սենց կարակ նայեք, ինչ փոփոխություններ ա եղել։ Остатки по складам, հա, օրինակ ինքը որ սկլադներ պահեստներում ա բան արել, ապրանքը տարել, հա, տեսեք Ալեքսինում 2658 հատ, մյուս պահեստում 1850 եւ այդ Կազանում 1700։ Սա ձեզ թույլ կտա, հա, այստեղ էլ բանով թվով կա, որ կողմնորոշվեք դուք էլ որ պահեստները տանեք։ Դա դրա համար է, ուրեմն այստեղ իսկ продажи, հա, որ պահեստներից է ամենաշատը վաճառվում, տեսեք, այստեղ կա Կազանից ու այս Ալեքսինից ամենից շատ այստեղից են վաճառքները ընթանում ու արդեն մնացածներն էլ էլեկտրոստալում էլ 1096 հատ։ Մի խոսքով այստեղից վաճառքները կարող եք տեսնել, որ պահեստից է գնում։ Նայեք, այստեղ էլի Trend-ը ցույց է տալիս ընդհանուր իր քարտի, ասենք, շարժը, հա, ոնց բացատրեմ։ Այստեղ կարաք սկրիպսի անեք ու продажи, տեսնեք ինքը ինչ վաճառքներ ունի, այսինքն օրինակ եթե այս կարմիրը ստեղ լիներ, հա, այս բանը ու սենց իջներ գծիկով, նշանակում է վաճառքները ընկնում են այս կատեգորիայում այդքան էլ չարժի, աստատը կա, տեսեք ինքը ինչքան, հա, այսինքն միշտ հասանելի է եղել, միշտ ինքը քանակությունը անդադ բանի մեջ է պահել, կարա գինը դնեք ու տեսնեք բանի հետ կապված, հա, գնի փոփոխման հետ կապված ինչ է փոփոխություններ են եղել, տեսեք, օրինակ ստեղ բարձրացրել է գինը, ստեղ վաճառքները ընկել են, ստեղ իջացրել է, նայեք, ստեղ բարձրացել է, այսինքն այս բաները կարաք հաշվի առնեք ու դուք էլ հա օգտագործեք, ու ստեղ հերթով բացելով արդեն ինքը վերուչկա, բան բոլորը ցույց կտա, հա, Количество կատեգորի, հա, քանի կատեգորիաներում ինքը առկա է, օրինակի համար, տեսեք, ամսի 19-ի դրությամբ հոկտեմբերի 9 կատեգորիայում բանա ինքը եղել է, այսինքն դուք է պետք է իրապես մեծ լավ լրացնեք քարտը, որ այդ բոլոր կատեգորիաներում ընկնեք, իսկ ստեղ արդեն ամեն օրով վաճառքների, հա, հատաքանակով նայեք ասվում է, ծեղմելով ժամն ացույցի վրա, կտեսնեք, թե օրվա որ ժամերին է կոնկրետ ամենաշատ, հա, վաճառքը տեսեք, ստեղ հերթով ժամը ցույց է տալիս, продажи ու ստեղ քանակություն, օրինակ որ ժամը տեսեք, ստեղ գիշերը 2:30 ամենաշատ վաճառքն է եղել օրինակի համար, հա, կարանք մի քանի օրվանը սենց նայեք ու որ հասկանաք, հա, թեկուզ որ ժամին գինը իջացնեք, որ ըստ դրա վաճառքները այդ ժամանակ շատ լինեն, որպես կոպիտ ասացա մոտիվացիա հաճախորդները բան կանեն, ստեղ էլ սեղմեք, ասենք էլի ինքը մանրամասն կբացի օրինակի համար, տեսեք էլի, ստեղ 3, ասենք 3-ի դրությամբ 60 վաճառք, հերթով կարաք դնեք այս բաները հաշվի առնեք ձեր գովազդմիացնելու հետ, գնային փոփոխություն անելու եւ այլն։ Գնում ենք առաջ, ուրեմն այստեղ պախորժե տավարի, թե ինչ կոնկրետ, հա, նմանատիպ ապրանքներ բերում է, այստեղ կարաք տեսնեք, էլի ինչ բրենդի, ինչ վաճառողներ ունեն, ահա, գնացինք այստեղ, հա, կատեգորիաները, ինչ կատեգորիաներում է ինքը, ակցիան այդքան էլ կարաք բան չանեք, որտեղ ակցիաները անդադ լինում են ու դուրս են գալիս, տեսեք հիմնական կատեգորիաները, սրանք են, որտեղ որ ինքը հայտնվել է, հա, տվյալ վաճառողը ու տեսեք ված չեն իր պոզիցիաները, 6-րդ տեղում, հա, այս կատեգորիայում ինքը 6-րդ տեղում է, ամսի 30-ին 19-ում էր, մեկ վայրկյան, բայց հիմա երկվադրությամբ ինքը 6-րդ տեղում է, ու հասկանաք ինչ է, ոնց է լրացրել, որ ինքը հայտնվել է, նայեք, քանի հատ կատեգորիայում, հա, 1, 2, 3, 4 հատ կատեգորիայում, Այստեղ բանալի բառերը, իր մոտ ինչ բանալի բառեր են ակտիվացել ու տվյալ բանալի բառով ինքը որ տեղում է, ահա, տեսեք, առաջին տեղում է հենց, մեկ վայրկյան, այստեղ շատ եմ բան արել, որ չխանգարեմ ես, տեսեք,
հիմնականում այս վաճառողը տեսեք առաջին տեղում է, ասենք պիրամիդկա իքրուշկա այս բառով ինքը որ փնտրում են հենց առաջին տեղում է, հա։ Դա է նշանակում, որ օրը ինքը ինչ դիրք է զբաղեցրել։ Ահա, ասենց կարա գնանք։ Տեսեք, մինչև երեկոտ միշտ իր դիրքը պահպանել է։ Այս շատ լավ, իսկ ռեկլամի մասով նայեք, ոչ մի բան ոնց որ թե չկա, այսինքն սա օրգանիկ ձևով ապրի վաճառողը։ Ու սենց արդեն պատկերացում կազմեք, հա, դուք էլ մոտավոր հասկանաք, ինչ քանակությամբ պետք է ապրանք բերեք, ինչ թվերի հետ է կործանելու, հա, եւ այլն։ Այս ձեր հիմնական, հա, ապրանքի մասին ենթադրենք։ Նաեւ այս կօգնի մրցակիցներին, հա, ուսումնասիրելու ժամանակ, ասենք կտեսնեք ինքը ինչ նկարներ է օգտագործել, ինչ քանակությամբ ապրանքները տանում պահես, որ դուք էլ հասկանաք, կարող եք մրցակցել, կարող եք այդքան դուք էլ բյուջե, հա, սահմանել ու իրանց հետ մրցակցել։ Արժի մտնել տվյալ նիշը, թե չէ։ Կա նաև մի ուրիշ ուրեմն բան, գործիք, որը որ էլի շատ հարմար տարբերակ է, տեսեք։ Ենթադրենք ուզում եք վաճառեք բադեր, հա, ու կոնկրետ օրինակի համար ինչ որ, չգիտեմ, պրոբիոտիկ օրինակի համար։ Միանգամից ես այդ Viber նիշիով ստեղ գրել եմ բադի, ինքը բերել է, մտել եմ, որպեսզի շատ երկար բան չլինի, էլի։ Մտել ենք այստեղ, նայեք, եթե սենց ընդհանուր այս բադի կատեգորիան, հա, բացենք, այստեղ օրինակ դնենք պրոդավցի, ուզում ենք տեսնենք շուկայում մոնոպոլիզացիա կա թե ոչ, տեսնենք, որ չէ, նայեք շուկայի առաջին այդ 6 վաճառողների մեջ չկա ինչ-որ, հա, մեծ դիրք զբաղեցնող, եթե այստեղ այս կարմիրը կամ կապույտը լիներ օրինակի համար 15-20%, կամ ընդհանուր այս 6 խաղացողները, հա, լինեին զբաղեցնեին 50%-ը, նշանակում է, որ տվյալ շուկան ինքը բանը, հա, արդեն մոնոպոլիա կա այստեղ, չարժի մտնել։ Հետո տեսեք, ամեն դեպքում ստեղ, բայց հիմնականը արտադրողներն են, ՍՊ-ներ են, այսինքն մի քիչ իրանց հետ մրցակցելը նայեք, տեսեք, առաջին 10 բաները երկարի մեջ հիմնականը ՕՕՆ-ներն են։ Այսինքն կարծում եմ իրանց հետ մի քիչ դժվար կլինի մրցակցել, բայց էլի կարաք ընդհանուր հասկանաք, հա, ինչ կարող եք մրցակցել, թե չէ։ Այստեղ մտնում ենք տավարի եւ ենթադրենք ուզում ենք մենակ նայել օրինակի համար, որ հատիկ չնայենք, հա, սա պրոբիոտիկները։ Այստեղ գրենք անունը մեր նախընտրած ապրանքի։ Թողացի։ Այ, երկու հատ եմ գրել դրա համար։ Տեսեք, հիմա կբացի մենակ ինքը այս պրոբիոտիկները եւ այստեղից մենք կնշենք, հա, բոլոր բաները, այս կայունները, մի վարքյան, կամ ավելի հեշտ, հա, ձև ասեմ, սենց տալիս եք expert, սկաչած все կալոնքի, որ մեկ էլ այդքան բան չանեք, ինքը CSV-ի մեջ է քաշելու, այսա թող քաշի։ Լավ, երկարատևում, եկեք ավելի լավա կոպիով անենք։ Ու մտնում ենք այստեղ Balberries, եկեք առանցին պատուհանի, հա, վրա անեմ, գրուպի, տեսեք, ձեզ համար գրուպա եք սարքում, ենթադրենք, հենց անունը տենց է գրում ենք, պրոբիոտիկ, добавить все товары по SKU, այսինքն այդ մեր SKU-ները տեղադրում ենք մեջը ու добавить, նոր քաշեց ֆայլը, տեսեք։ Մենք ավելացրեցինք գրուպայում, հիմա եթե բան անենք, մեկ վարքյան,
մտնենք գրուպայի մեջ, ահա, տեսեք, այսօր չգիտես ինչի, շատ վատ աշխատում ծրագիրը, կարանք ստեղից ման գանք մեր ապրանքի, մեր գրուպայի անունը, տեսեք հեսա, բացած, ու ստեղ մենակ նայենք կոնկրետ այս կատեգորիայի մեր նախընտրած, հա, ենթադրեմ մենք ուզում ենք այդ բադի կատեգորիայից մենք բերենք մենակ պրոբիոտիկները, ստեղ արդեն դուք տեսնեք, հա, կոնկրետ ինչ ապրանքներ կան, ում հետ եք մրցակցելու, ու նույն իմ ասացի նման, հա, ոնց ցույց տվեցի, բոլորը նայեք ինչ կատեգորիաներում է, քանի կատեգորիաներում է հեսա բրենդը, վաճառողը, ստեղ հա, ինչ քանակությամբ են առկա, տեսեք, օձիվները ենթադրենք, ասեմ ձեզ ինչքան մեծ է օձիվները, այնքան դժվար է մրցակցելու, հա, ինչքան շատ են, այսինքն, և, ահա, տեսեք, ինչ պոտենցիալ է, հա, իրա 6.902.000 ռուբլու պոտենցիալ, այսինքն ինքը այսքան բան կաներ, եկեք մի հատ գնանք այս կոնկուրենտի մեջ, տեսնենք ինչ ցուցանիշներ, ահա, բան արել, ցույց տվել, ահա, ինքը չէ, պաստողնված շահույթ չի ունեցել, 6.900.000-ի շրջանառություն է արել, նայեք 99%, այսինքն ամբողջական գնել են, ու սենց հերթով դուք նայեք, բանանեք, այսա տեսեք նկարի մասյան ժամանակ չէր բերում, ստեղ բերեց, տեսեք, իստորիա изменения, բացում եք, տեսնում եք, սկզբում գլավնի նկարը ինչ նկար է եղել, ու ինքը հիմա ինչ փոփոխություն է արել, որ հասկանանք ինչ է արել, ուրեմն երև մի քիչ ուղղակի սա մեծացրել է, տեսեք, ոնց որ վիզուալ մի քիչ մեծացրել է, հա, այսինքն տենց առանձնահատուկ ինչ-որ ակնհայտ բան չի արել կոնկրետ սրա մեջ, 27 ամսի դեկտեմբերի եղել է սա, այս տարվա հունիսին փոխել է, մի քիչ մեծացրել է, ու սենց մենակ նայեք ձեր պրոբիոտիկների բաները, հա, մրցակիցներին, հասկանաք արժի թե չէ, ստեղ տալիս եք պրոդավցի, տեսնեք մոնոպոլիա կա, թե չէ, տեսեք, ստեղ արդեն կա, հա, օրինակի համար, հեսա, մեծ մասը ինքը զբաղեցնում է այս առաջին այս ժիզնիվեկ բանը, մեծ դոլյան իրան է պատկանում, այսինքն պետք է հասկանաք, հա, կարող եք մրցակցել տվյալ շուկայում, ստեղ համարյա 50%-ը և մոտ 30%-ը ստեղ իրան է պատկանում, այդ արդեն դուք հասկանաք, նույն ձև ինչ գնի սահմանում, ինչ գնային, հա, սեգմենտում են իրանք բան անում, տեսեք, վաճառքներ անում, հա, օրինակ ամենաշատ, տեսեք, ստեղ վաճառքներ էլ արվում է, օրինակի համար 1054-ից 1485 ռուբլու սահմանում ու ամենամեծ շահույթը հենց այդ գնանոց, հա, ինչ-որ բադերի, ուրեմն ապրանքի բանն է, շահույթն է, եթե մտնենք մեջը, հեսա տեսնենք կոնկրետ ինչ ապրանքներ է, այդ գնանոց, սենց ապրանքներ, այսինքն դուք ապրանք ընտրելուց այս ձեզ կօգնի այն առումով, որ ասենք կտեսնեք, հա, ամենամեծ եկամուտը ինչ գնանոց ապրանք, հա, կարաք վաճառեք, որ լավ եկամուտ ունենաք, այսինքն ինչքան փոքր, այնքան շատ պետք է վաճառեք, իսկ ինչքան մեծ, այնքան էլի կարող է նույնչափ վաճառեք, բայց բնականաբար ձեր եկամուտը ավելի բարձր կլինի, տեսեք, ստեղ 130-ից 519 ռուբլյանոց ապրանքը ինքը անում է 3360 պրոդաժը, բայց վերջկան 1 միլիոն է, իսկ ստեղ ինքը 6600, երկու անգամ ավելի, իսկ բանով շահույթով 8 միլիոնի արդեն, ուր 1 միլիոնը, ուր 8 միլիոնը, դրա համար լավ է, որ կհասկանաք, հա, ինչ գնանոց ապրանք ընտրեք, հա, ձեր բանի համար, ու նույն հաջողությամբ ստե տրենդի բացում եք, արդեն տեսնում բաները, իրա հեսա շարժը, ստեղ կարաք սրեդնի չեկը, տեսեք ինչ գնանոց ինքը, հիմնականը 760, ստեղ, բայց նաև ունեցել է պիկ 2400 այդ գնանոց բան, ու հիմնականում այս պահին պահպանվում է 800 ռուբլյանոց ապրանքը, փակում եք, պրոդաժի տեսնեք, նայեք գնալով սկզբից չէ, տեսեք 20 թվի
Մարտից ցույց է տալիս, բայց արդեն նայեք գնալով երբ է ավելանում, հիմա արդեն տեսեք էլի ավելացել է վաճառքները, այսինքն հնարավորության դեպքում կարող եք փորձել։ Նույն ձևելի վաճառքները, օրը քանի հատ եւ այլ, այստեղ սենց կարող նայեք։ Ու գրուպիրովկայի մասով այդքանը, որ հարմար է, որ կոնկրետ ձեր ուզած, ասենք, տվյալ կատեգորիան կարող ներառի մի քանի ապրանքներ, դուք ընտրեք մենակ ձեր մասով, հա, ապրանքները։ Էլ ինչ որ կար հետաքրքիր էր, հիմա մի վարքյան։ Անալիզ խարակտերիստիկ SKU, սա անցել ենք, ուրեմն այսօր ինչի է սենց վատ աշխատում։ Լավ, եկեք ուրիշ պատուհանի վրա բացեմ։ Так. Поиск на площадке կարող է ինքը ինչ-որ մի կատեգորիա անկած չլինի, օրինակի համար դուք սենց, հա, բան անեք, ենթադրենք հենց այս առաջինը պրոբկիլյա բանն է, օրինակի համար, որ մեկ էլ ման չգաք, սենց էլ կարակ իրան ման գաք, գտնեք ձեր ուզած բանը, կամ ասենք ինչ-որ բրենդի, մրցակցի բրենդի անուն գիտեք և ուզում եք դուք չեք գտնում, հա, ինքը ինչ ապրանք է վաճառում, այդտեղ որ պոիսկ անեք, եթե ճիշտ եք հավաքում, ու արդեն սեղմեք, փնտրելու վրա ինքը կբերի, հա, ձեր ուզած բանը, ասենք կոնկուրենտի տվյալները, ինքը ինչ ապրանքներ է վաճառում եւ ընդհանուր իր շրջանառություն, տվյալներ, ինչ ապրանքներ եւ այլն։ Ուրեմն, այստեղ էլ ինչ կարևոր բան կար, որ ուզում էի ձեզ ասել։ Մյուս դասին արդեն ահագին բան կանենք, պոիսկ SKU-ն արդեն հասկանալի է, որ այստեղ SKU-ն դնելով, ասենք թե Wildberries-ից ունեք մի հատ բան, ապրանք հետաքրքիր է ձեզ, որ իր մասին ինֆորմացիան տեսնեք, SKU-ն պոիսկ կոպի եք անում ու հենց այստեղ դնում եք, ահա, տեսեք, ու անմիջապես մտնում եք այս ապրանքի մեջ, նորից էլի տեսնում եք ինքը ինչ բաներ ունի։ Այսը թող բացի, ինչ տվյալներ ունի, հեսա։ Այս մասով այսքանը, մյուս դասին կանդրադառնանք նիշայի ընտրությանը, նաև կարաք սենց մի հետաքրքիր բան էլ ասեմ, օրինակի համար, տեսեք, մտանք, հա, այս բանը, պոիսկ ենք արել, հա, պրոբկի, սպասեք հենց նիշայով, հա, մտնեմ մեկ վարքյան, ընկերներ ջան կներեք, ասենք այս պրոբիոտիկները, հա, ուզում եք դուք Excel-ով էլ, հա, ենթադրենք ունենաք, աջ կլիկ եք անում export ու export Excel, ինքը, ասենք ուղարկում եք ինչ-որ, չգիտեմ, ձեր, եթե մենեջեր եք, հա, ձեր վաճառողներին, հաճախորդին, ահա, սենց լրիվ, թե այստեղ կոնկրետ մենք ես նեղացրել էինք, մի մասն էինք, այս կարակ չնջեք, նկարի բանն ասա, որ չի բացել, ինչ կոնկրետ հեսա, լավ կատեգորիա չընտրեցինք, այդ ամբողջ ինֆորմացիան տեսեք բեռուչկան ստեղ հեսա, բեռուչկան բոլորը ցույց է տալիս ու կարաք ուղարկեք բանին, հաճախորդին, որ ասենք ինքը տեսնի, հա, ինչա իր նախընտրած կատեգորիայում ինչ բանա տիրում։ Այս մասով այսքանը, մյուս դասին մենք կանցնենք արդեն նիշայի ընտրություն, կսովորենք հասկանալ ինչպես ընտրել, հա, ճիշտ ապրանք, մաքսիմալ ճիշտ ապրանք, որպեսզի վաճառքների մեջ ընտրության հարցում չսխալվենք։ Դե կհանդիպենք մյուս դասին, այսօր այնպես դատում մի քիչ լավ չի աշխատում ու կշարունակենք մեր դասը այնտեղ։ Ցտեսություն ընկերներ ջան, մաղթում եմ լավ օր։